Մրցույթ առանց հաղթողի փաթեթները ներկայացրած երեք կազմակերպությունները չեն բավարարել անհրաժեշտ պայմանները։ Գնահատման գործընթացին հայկական կողմի հետ մասնակցել է նաև Զարգացման ասիական բանկի գնահատման փորձագետը։ Ամերիկյան եւ իսպանական կազմակերպությունները ասֆալտի վերամշակման, ցեմենտ-բետոնի ծածկով ճանապարհների կառուցման համապատասխան փորձ չեն ունեցել։ Իսկ ավստրիական ընկերությունը չնայած հարուստ փորձին ճանապարհի վերակառուցման համար առաջարկել է այնպիսի գումար, որը նախագծանախահաշվարկային գումարը գերազանցել է մոտ 2.5 անգամ։ Ավստրիական ընկերության առաջարկով Երևան-Աշտարակ ճանապարհաշինության համար նախատեսվում էր ծախսել 51 միլիոն 140, ըստ ամերիկյան ընկերության 18 միլիոն 944, իսկ համաձայն իսպանական ընկերության առաջարկի 22 միլիոն 618 հազար դոլար։ Հավանաբար պատճառներից մեկը նա է, որ ճանապարհատվածը բավական փոքր էր, 11.7 կիլոմետր, եւ ներդրումները շինարարական կազմակերպությունին բնականաբար ավելի շատ պետք է լինեն, քան թե իրականացվող աշխատանքներ, այսինքն չկար երաշխիք իրենց մոտ։ Գնահատման գործընթացին մասնակցած Զարգացման ասիական բանկի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի առաջին փուլում նախատեսվող այս աշխատանքների հետ միաժամանակ իրականացվեն երկրորդ փուլի աշխատանքները, ինչը ենթադրում է Երևան-Աշտարակ 11 կիլոմետր 71 մետրի շարունակությունը մինչև Թալին։ Այսպես ավելի շատ կազմակերպություններ կմասնակցեն մրցույթին, նշեց Մանուկ Վարդանյանը։ Ինչ ենք անելու մեր հաջորդ քայլը։ Ասիական բանկի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն, քանի որ մեր հաջորդ լոտը, երկրորդ լոտը պետք է կայանար այս 11.7 կիլոմետրի շարունակություն մինչև Թալին քաղաք, մենք երկու լոտը կմիացնենք միասին եւ կստանանք շուրջ 40-45 կիլոմետր երկարության ճանապարհատված։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլի մրցույթը կհայտարարվի մարտին։ Նշենք, որ ճանապարհային միջանցքի վերակառուցման համար նախատեսվող աշխատանքները համատեղ ֆինանսավորելու են Զարգացման ասիական բանկը եւ Հայաստանի կառավարությունը։